բազմաթիվ ուժերի վրա, որոնք կենտրոնացվել են քննչական կոմիտեի տարածքում, ավտոբուսները մասնավորապես բերվել են այստեղ։ Եվ խնդրում ենք դեղ վրազեցնեք դուք, որ իրանք շուտ դուրս գանք, բայց քան ժողովրդի եկել ենք ստեղ պահանջելու։ Ոստիկանությունը փոխանցել է, մնացածը արդեն պատասխանը կտան ոստիկանությունը։ Դե մի սպասում ենք, մի քիչ վրազ, այս 2 ժամից է կանաց, 2 ժամից է սպասում ենք, արձագանք չկա։ Դե խնդրում ենք արագացնեմ մի քիչ ընթացքի։ Մեր պահանջը լսել եք դուք։ Մենք պահանջել ենք, որ պետք է մեզ տեղեկացնել մինչև որոշում կայացնելը մենք կատարում ենք դրամաձեզ ասացինք, փոխանցվել է ամեն ինչը, մնացածը արդեն պատասխանը կգա ներսը։ Դե հիմա սպասում ենք, էլի։ Դե սպասում ենք, ճանապարհը բացեք, պարոն Դանիելյան, ճանապարհը բացեք, քննչական կոմիտեի որևէ ներկայացուցիչ, որևէ պաշտոնատար անցկիչի եւ հանրության արժեվ կպատասխանի մեր հարցերի, այսինքն կհայտնի այդպիսի պատրաստակամություն, նույն պահին ես վստահեցնում եմ, որ այս մասնակիցների ճանապարհը բացելու են։ Այս պայմանությամբ ճանապարհը փակելու նպատակը քննչական կոմիտեի այս քննարկումները արագացնելն է եւ որևէ մեկին այստեղ իջեցնելու հարցերի պատասխան տալը։ Այն Պարոն փոխգնդապետ, դուք եկել եք հետևանքի մասին եք խոսում, ստե մի հատ մեծ պատճառ։ Հիմա ոստիկանությունը այստեղ հասարակական կարգ է ապահովում, հասկանալի է։ Հիմա ներկա տապալել է, երբ որ այդ երեխուն 6 հոգով ծեծել է։ Եվ այդ հասարակական կարգը տապալելու համար ժողովուրդ հավաքվել է։ Պարզաբանման հեսա դեր պարզաբանում, միջև պարզաբանում չտա ոստիկանների գործողությունը։ Հասկացանք, ճանապարհը մի փակեք։ Դրա համար այս ակցիան իրականացվում է։ Որովհետև ոստիկանների գործողությունները վստահություն չեն ներշնչում։ Դրա համար անում ենք 4 օրային մարդուն, երբ որ խոշտանգվել է ոստիկանության կողմից, ոչ մեկ դեռ փակալված չի։ Դա փաստ է։ Ուրեմն ոստիկանության հարգելի ներկայացուցիչներ, դուք եք ծառայողներ։ Ես էլ փաստաբանեմ իրականացնում իմ մասնագիտական գործունեություն, բայց այստեղ ես չեմ եկել ներկայացել որպես փաստաբան։ Տիգրանը կարծել է ինքը միայնակ է, ես ներկայացել եմ ցույց տալու համար, որ Տիգրանը միայնակ չէ։ Միևնույն ժամանակ որպես փաստաբան, որպես, չգիտեմ, իրավաբան, որպես այդ մասնագիտությանը տիրապետող հարց ինձ միջև հիմա մի հարց է ուզում։ Ինչու միջև հիմա պարզ չեն այն ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլբաբյանի նկատմամբ գործադրել են բռնություն 1, ինչու միջև հիմա նրանց նկատմամբ մեղադրանք չկա առաջադրված, եւ ինչու է միջև հիմա նրանք շարունակում պաշտոնավարել, այսինքն ինչու միջև հիմա նրանք ունեն հնարավորություն ոչնչացնելու խոշտանգման հետքերը։ Այդ նպատակով կներեք, այդ նպատակով մենք ստեղ հավաքվել ենք։ Սկզբում եթե նկատել եք ճանապարհ չենք փակել, սակայն ստանալով ոստիկանության ինչ որ ներկայացուցիչ կողմից պատասխան առ այն, որ քննչական կոմիտեն քննարկում է ինչ որ մեկը իջնելու է այստեղ եւ մեր պատասխանները տա թե ոչ, նկատելով որ կես ժամ եւ անգամ 1 ժամ շարունակ ոչ մեկ հարկ չի համարել իջնի եւ այսքան ժողովրդի արչեւ որևէ պատասխան տա կամ գոնե հարցնի ինչ է կատարվում, մենք ճանապարհը փակել ենք։ Հենց այս նույն ձևի էլ նախաքննությունն են վարում։ Այ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերում են այժմ մեր նկատմամբ, նույն վերաբերմունքն է ցուցաբերում են նախաքննության վարույթում Տիգրանի նկատմամբ։ Ասացիք, բայց ընդամենը 5 րոպե առաջ դուք նման այդ հայտարարությունը արեցիք, որ մարդ իջնի։ Իշտեն քննչական կոմիտեից, ոչ թե 1 ժամ առաջ, առաջի հերթին։ Միջև հայտարարությունը կատարել մենք ոստիկաններից հետաքրքրվել ենք։ Ոստիկանները պատասխանել են, որ արդեն փոխանցված է, որ ինչ որ մեկը իջնի։ Այդտեղ կանգնած էի, դուք մոտեցաք, ասեցիք, որ որևէ մեկ ներկայացուցիչ քննչական կոմիտեից պարզաբանում իրականացնի։ Մեկ էլ ասեցիք սպասեք, հեսա փոխանցեք, մնացածը ձեզ կասեն։ Ոչ թե 1 ժամ առաջ։ Հիմարից հայտարարություն է կանում, որ 1 ժամ առաջ։ Ոչ, նմանատիպ բան չի եղել։ Լավ, 1 ժամա մարդիկ ստեղ հավաքված, քննչական կոմիտեին չի հետաքրքրում, ինչու են հավաքված, կամ այսօր իմացան, որ այստեղ հավաքա իրականացում։ 4 օր ասամամուլը Տեսեք, 3 առավոտվանից ամբողջ մամուլը խոսում է նրա մասին, որ Տիգրան Ուլբաբյանի հարազատները, մասնավորապես այստեղ բոլոր հավաքվածները նրա հարազատներն են։ Ուզում են հետաքրքրվել եւ իմանալ ինչ է կատարվում։ Հիմա 1 ժամը արդեն հավաքի մասնակիցները այստեղ։ Ինչ որ մեկը պետք է իջնի պատասխան տա կամ չտա, չէ։ Իսկ եթե 5 րոպե առաջ եմ ասել, լավ, այնտեղից այստեղ իջնելի 5 չի 2 րոպե է։ Թող իջնեն։ Չեն իջնենք մնացածը արդեն հեսա կասեն։ Շատ լավ, մենք սպասում ենք պատասխանը։ Մենք սպասում ենք ճանապարհը մի փակի։ Ճանապարհ մենք չենք փակել։ Տեսեք ինչ եմ ասում, տեսեք, լսեք ինչ։ Հիմա ներկայացին դուք սահմանափակել եք այլ քաղաքացիների տեղաշարժը։ Նախ լսեք ինչ եմ ասում։ Այստեղ
ես կարծում եմ հանրության բավականաչափ մասնակիցներ կան եւ այստեղ ոչ թե հանրության այլ մասնակիցների տեղաշարժն ենք մենք սահմանափակում, այլ հանրային շահ ենք ներկայացնում։ Հայ հիմա մենք հանրային շահ ենք ներկայացնում։ Հետեւաբար եկեք մասնավոր շահերի հետևից չընկնենք, ասենք ինչ որ մեկի տեղաշարժի ազատության իրավունքն ենք սահմանափակել, ինչ որ երթևեկություն ենք փակել կամ չփակել։ Այնտեղ հավաքվելու արդեն մարդիկ այնքան են շատացել, մի հատ խնդրում եմ դեպի ձախ նայեք եւ տեսնեք, որ մարդիկ այնքան են շատացել, որ նույնիսկ այնտեղ արդեն չեն տեղավորվում։ Մեր պահանջը հետեւյալն է, ուզում եք ճանապարհը բացեք, թող քննչական կոմիտեն ձեր պես մտածի այս ամեն ինչի մասին եւ ինչ որ մեկը իջնի 1 վայրկյան հետո ճանապարհը բացվելու է։ Իջնի 1 վայրկյան հետո փոխանցել եք մնացած շատ լավ։ Հիմա մենք սպասում ենք պատասխան։ Սպասում ենք պատասխան։ Ասեք իրանց սպասում ենք պատասխան։ Հենց հետ է էլի։ Երկու րոպե ճանապարհ փակվեց ոստիկաններին դա հուզում, հա։ Տիգրան Ուրբաբյանի բռնեցի ոստիկանություն, ես ներկայացուցիչ ծեցեցի, ոստիկաններին է 4 օրը սահմանվելու դրանից է։ Քին հիմա։ Փաստորեն 2018 թվից մինչև 2024 թիվ 1100-ից ավել դեպք է եղել ոստիկանների խոշտանգումների մասով եւ 1110 քանի դեպք է վարույթ ընդունվել եւ քննություն արվել եւ միայն 20-ն է դրանցից որ գնացել է դատարան մեղադրական եզրակացությունով։ Տարբերությունը տեսնում եք, այսինքն միանշանակ է ինչ են անում ու բազմաթիվ դեպքեր կա թե ցույցերի ժամանակ, թե տարբեր քաղաքական հայացք ունեցող մարդկանց հանդեպ բռնությունները։ Հիմա երևի այնտեղ Վանաձորում էլ ոստիկանները տեսել են, ասել են, ես թե պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ նման բռնություն ալնում, հետևանք չի լինում ոստիկանների նկատմամբ, եթե իմ հետ կապված լինում է այդ բռնությունը տեսախցիկների առաջ, բոլորը տեսնում են, մեկ այդ ոստիկանների հանդեպ ոչ մի գործողություն չի արվում, մնացած շատ ու շատ մյուս դեպքերով։ Իրանք էլ երև մտածել են, դե ուրեմն մեզ էլ է կարելի։ Այդպես է, չէ՞։ Ցանկացած անպատժելիություն ծնում է նոր հանցանքներ։ Այստեղ գործեր կա, որ տարիներով նման գործեր, իբր գործը հարուցվում է եւ հետո ոչինչ բան, ոչ մի հետևանք։ Հիմա ինչ արդյունք եք ակնկալում, կարծում եք այս ամենը ազդեցություն ունենա, թե ոչ։ Գիտեք, նախորդ էս մեր այն ինչ ասեցի, բոլոր փորձերը ոչ մի լավ ակնկալիքի, այսպես ասած, տեղ չեն թողնում, բայց շատ լավ է, որ մարդիկ եկել են, այսքան մարդ է հավաքվել ու ի վերջո պահանջում են արդարադատություն, պահանջում են արդարություն, միգուցե այս համախմբվածությունը այս հարցի շուրջ բերի ինչ-որ դրական արդյունքի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։